Այսօր մենք հավաքվել ենք հիշելու դեպքերը, որոնք տեղի ունեցան այսօրը 36 տարի առաջ։ Մեռնող կայսրությունը իր չորացող չանչը գցեց հայ ժողովրդի պարանոցից հույսով, որ հետ կպահի առաջ գնալու ճանապարհից։ Այն հատվածում կայարանի արյուն հեղվեց, անմեղ մարդկանց արյուն։ Հիմա այս շենքը RЖD-ին է, ու մեր տղաների քարը գտնվում է խանութի մեջ, որը ժամը 6-ին փակվում է։ Մենք չենք կարող այցելենք, որտեղ այս կայարանը մերը չի։ Քանի որ կայարանը մերը չի, քանի որ 102-րդ բազայում չես հասկանում ինչ է կատարվում, միշտ էլ այդ ողբերգությունը կարա կրկնվի ու էլի կրկնվի։ 36 տարի առաջ իրենց մահկանացուն կնքած Արթուր Կարապետյան, Վիգեն Սարգսյան, Սամվել Հովանիսյան, Արթուր Մկրտչյան, Վարդան Ավետիսյան, Գագիկ Մկրտչյան եւ նրանց մարտական ընկերները։ Նրանք ողջ են, քանի դեռ մենք հիշում ենք նրանց սխրանքը։ Նրանք այստեղ են, քանի դեռ Հայաստանը միջև վերջ չի ազատագրվել։ Անձնազոհ երիտասարդներ, ովքեր կանգնեցին ռուսական տանկերի կրակի առաջ եւ իրենց արյունով ցույց տվեցին իմպերիային, որ Հայաստանի անկախության ճանապարհը աննահանջ ընթացք պիտի ունենա եւ մենք մեկ տարի անց մեր հանրաքվեով վավերացրինք մեր անկախության ուղին։ Մենք պետություն չունենք տալու, ինչպես այս տղաները այստեղ սպանված, Նուբարաշենում սպանված, այդ հերոս տղաները իրենց կյանքը չխնայեցին, մենք էլ կորցնելու բան չունենք։ Մենք գրկելու ենք մեր հայրենիքը, պահելու ենք միջև վերջ, ինչ գինել, որ մեզնից պահանջվի։ Ընտրությունով կլինի, ընտրությունով կպաշտպանենք, հետընտրական կլինի, հետընտրական զարգացումների ժամանակ կդրսևորենք մեզ, կտեսնենք։ Այսօրը մենք պետք է նշենք որպես մեր փոքր հաղթանակի օր։ Այո, մենք հիշում ենք, ցավակցում ենք հարազատներին, մենք հարգում ենք մեր զոհված հայրենակիցների հիշատակը, բայց նաև ասում ենք, որ մենք չենք հանձնվելու, մենք դիմադրելու ենք, մենք հաղթելու ենք։ Մենք համաձայն չենք ռուսական այս ծավալի ներկայության հետ, դրա համար այս ամբողջ ընթացքում նաև անդադար պայքարել ենք, բողոքի ակցիաներ ենք արել եւ այն ինչ որ հիմա հոխորտում են ռուսական պետական հեռուստաալիքներով Հայաստանի հայ ժողովրդի առանձին պաշտոնյաների նկատմամբ, մեր նկատմամբ, դրան ուղղակի առաջի արձագանքը պիտի լիներ այդ ռուսական հեռուստաալիքները մեր հանրային մուլտիպլեքսից անջատելը։ Անհրաժեշտ է որպեսզի մեր սահմաններից ժամ առաջ դուրս գան այդ FSB-ի ռուսական հատուկ ծառայությունների ուժերը։ Անկախության ճանապարհը հենց այդպիսին է լինում։ Ռուսական ռազմաբազան Հայաստանում անելիք չունի։ Արտաքին սպառնալիք ինքը չի չեզոքացնում, բայց մենք ունենք հիմնավոր տեղեկություններ եւ կասկածներ, որ կարող են ներքին սպառնալիք ստեղծել։ Մենք գիտենք, որ ընտրություններին արդեն իրենք ակտիվ ներգրավված են եւ ռուսական ռազմաբազայում աշխատող Հայաստանի քաղաքացիներին ուղիղ հանձնարարություններ են տալիս, ինչպես եւ ում օգտին քվեարկել։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը, խոհեմությանը եւ վստահ եմ, որ հունիսի 7-ին ոչ միայն սրանք, որտեղ սրանք իրականում Պուտինի հանցակիցներն են, Պուտինը պիտի պարտություն կրի